Պետք է հիմք լինի դրա համար, ինչը պետք է մրոտեն, օրինակ ես ուզում եմ հասկանամ ինչից են խոսում, մի հատ կարակ ասեք ինչից են խոսում։ Դե ասում են, որ հիբրիդային անվտանգության հարցեր են։ Ինչ է նշանակում հիբրիդային անվտանգության հարցեր։ Ակնարկում են Ռուսաստանի միջամտությունը Հայ ժողովրդի տարբերաբար այդ թեմաներով անդրադարձեր են լինում։ Հայ ժողովրդի մեծամասնությունը ապրում է Հայաստանից դուրս։ Այսինքն Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, Հայաստանից դուրս ապրում է 4 միլիոն հայ։ Հայաստանից դուրս ապրող հայերը եւս հայերեն ու երբեմն շատ ավելի մոտիվացված ու իրենք էլ ունեն կարծիք իրենց հայրենիքի մասին։ Ասում է այո չեն կարող գալ դրսից ինչ-որ մարդիկ ու ինչ-որ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության հարցերով։ Իհարկե սպառնալիքներ պետքա չհնչեցնեն։ Պարոն Կարապետյան, արդեն տուգանել են հեծին 10 միլիոնով տաշիրից ցանցում են փակել դրա մասով ինչ կասեք, դա որոշ կետեր տասի։ Ոչ մի բան, նորմալ է։ Փոխվեց այս իշխանության մոտ, որովհետև դուք նաև այս իշխանության օրոք եք բարեգործական ծրագրեր իրականացրել Հայաստանում։ Ինչը փոխվեց։ Իշխանության օրոք չենք իրականացրել, այլ իրականացրել ենք մեր երկրում։ Այսինքն չկա իշխանության համար չենք արել, դա արել ենք մեր երկրի համար օգտակար լինելով մեր հայրենակիցներին ու դրա դիմաց չպահանջելով ոչ մի բան։ Այսինքն լսում եք։ Կարապետյանները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, իշխանության հավաքնելու, այսպես իշխանությանը հավաքություն ունի, օրինակ դիտարկում է այդպիսի իրավիճակ, որ հաջորդ ընտրություններին կարող է առաջադրվել ու Երևի ճիշտ հասցեատեր չեք գտել, ես կարող եմ տնտեսական գործունեությունը, որ մենք տանում ենք դրա մասին պատմել, բայց ճիշտ հասցեատեր չեք գտել այդ հարցը տալու։ Չէ, դուք օրինակ դուք մեկնաբանում եք, որ Նիկոլ Փաշինյանը վախեր ունի դրա հետ կապված եւ փորձում է օրինակ չեզոքացնել այդ ուժերին։ Դուք այդպիսի մտավախություն օրինակ կամ այդպիսի ազդակ ստանում եք, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ հնարավոր է այդպիսի մտավախություն ունի եւ չեզոքացնել։ Ամերիկյան վերջի հարցումների, ինչքան ես գիտեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայերի մեջ համարվում է ամենաբարձր ռեպուտացիա ունեցող ինստիտուտը մեր երկրի։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության մեծամասնությունը աջակցում է իր եկեղեցուն եւ տեսնում է իր հոգու կարիքների հոգալու տեղը իր եկեղեցում։ Այո, կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրներ են տեսնում, կլինեն սպասավորներ, ովքեր խնդրահարույց են, բայց նույնը կա բժիշկների մեջ, ոստիկանության մեջ, անգամ մեր կառավարության մեջ կարող է հազվադեպ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր արժանի չեն իրանց դիրքին։ Դուք կարծում եք միայն եկեղեցուն պաշտպանելու համար, եթե տեսնում եք այդպիսի վտանգ, օրինակ Ռուսաստանի աջակցությունը Չեմ կարող ասել, ինչքան ես հասկանում եմ, շատ տարօրինակ է, որ այսպիսի մեծ եկեղեցական տրադիցիա ունեցող երկրի ղեկավար կարող է այսպիսի բացասական վերաբերմունք ունենալ իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկին։ Շնորհակալություն։ Ռուսաստանից արձագանքներ կան, օրինակ Զախարովան, բացի